Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Կիրակ Նորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Քննարկենք մեր որոշ իրավական հարցեր, որոնք իհարկե զուգորդված են նաև մեր տարածաշրջանային քաղաքականությանը, պատերազմի եւ խաղաղության հարցին։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապագա խաղաղության համաձայնագրի ողջ տեքստը, բոլոր 17 կետերը, սակայն Ադրբեջանը շարունակում է հանդես գալ պահանջներով, որոնք դուրս են այդ պայմանագրի այդ 17 կետերից։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ այո, դրսևորելով իր ուղղակի բացահայտ դժկամությունը ընդհանրապես այդ պայմանագիրը ստորագրելու գաղափարի նկատմամբ, Բաքուն շարունակում է այդ բեմականացումը իբր դատական process-ի, որը տեղի է ունենում հենց Ադրբեջանի մայրաքաղաքում եւ ըստ էության 2 տասնյակից ավել հայերի այնտեղ որպես պատանդ պահելով եւ այդ ամենը ուղղակի ցուցադրական ձևով իր վերաբերմունքը դրսևորելով։ Մյուս կողմից էլ ակնհայտ է դառնում Ադրբեջանի ձգտումը այդ պատանդներից ինչ որ այսպես ցուցմունքներ կորզել, որը հետո օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Մինչդեռ համաձայնեցված կետերից մեկն էլ այն էր, ինչին ընդ որում պնդում էր հենց պաշտոնական Բաքուն, իսկ Երևանն էլ երբ հայտարարեց բոլոր կետերի համաձայնեցման մասին, ապա հայտարարեց նաև այն, որ Երևանը համաձայնել է Բաքվի առաջարկների հետ, ապա հարց է առաջանում ինչու է նա շարունակում այս դատական կամ պսևդո դատական ֆարսը։ Եվ հարց է ծագում, որ դեմ առնելով այսպես այդ պատին, ինչ պետք է անի պաշտոնական Երևանը այս Ադրբեջանի այս վարքը փոխելու համար։ Եվ փորձենք հասկանալ այս անելիքի հենց իրավական ասպեկտները եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Գերմանիայի Նյուրնբերգից, ում սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է Գուրգեն Պետրոսյանը, հայ-գերմանական իրավաբանների միության ղեկավարը, բարև եք եկել պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ես եմ շնորհակալ։ Պարոն Պետրոսյան, դուք ուշի ուշով հետևում եք այս զարգացումներին եւ ձեզ մոտ արդեն որպես մասնագետի ձեր ուրույն թե տպավորությունը, թե եզրակացությունն է ձևավորվում, ձեր մեկնաբանությունը։ Դե ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղաղության որպես այդպեսին չի ձգտում, դա ակներև է մինչև նույնիսկ հայտարարությունը վարչապետի կողմից առայն որ մենք պատրաստական ենք հայցել վերցնել եւ որոշ համաձայնեցած կետերի այդ առումով նաեւ նույնպես փոխզիջման գնալ ակնհայտ էր Ադրբեջանի կողմից որ իրանք որպես այդպեսի մտադրություն ունեն խաղաղության, որովհետեւ այն քաղաքականությունը, որ իրենք վարում են Հայաստանի դեմ եւ հայ ժողովրդի նկատմամբ ակնհայտորեն միտված են այլ բաներով, այլ նախիրանքներով, ինչպեսիք օրինակ նույնիսկ Զանգեզուրի միջանց կասված նույն այդ փախստականների ադրբեջանական, այսպես ասած, փախստականների վերադարձի հարցի բարձրացնում այն դատավարությունները, որոնք տեղի են ունենում Բաքվում, այս բոլորը կոնկրետ գործողություններ են, որոնք նպատակ չեն հետապնդում խաղաղություն ապահովելու համար։ Այստեղ ռևանշիստական ձգտումը Ադրբեջանի կողմից գնում եւ իրենք բարբերաբար փորձում են հնարավորինս ավելի
ավելին շատ կորզել Հայաստանից, որովհետև իրենք նաև պատկերացնում են, թե խաղաղության պայմանագիրը որպես այդպեսին քննվի, ապա իրանք ավելին այսուհետ չեն կարողանա պահանջել, որտեղ արդեն կորզել են։ Իսկ ակնհայտ է, որ նույնիսկ նույն այդ կետերով ինչ որ իրենք համաձայնեցել են, իրենք դրանով չեն ուզում բավարարվել, իրենք ավելին են փորձում հասնել եւ ավելի այսպես ասած նսեմացնել իրենց այսպես ասած հակառակորդին կամ թշնամուն ինչ որ իրենք հիմա ամբողջ իրենց պետության շրջանակներում այդ ատելությունը քարոզում են։ Այստեղ զարմանալու ոչինչ չկա, եւ դա է պատճառը, որ բազմիցս թե իրավաբանական համայնքը բարձրաձայնում էր այն մոտեցումը, որ հայցերից որպես այդպեսին պետք չէ հրաժարվել եւ պետք չէ պատասխանատվություն ցուցաբերել հայցերից հրաժարվելու, որովհետեւ մեզ հարկավոր է որպեսզի Ադրբեջանի կողմից այդ հայեցածությունը հաստատվի ամենաբարձր մակարդակով եւ միջազգային հանրությունը հասկանա, որ այս դատավարությունները եւ այս գործընթացները, որոնք տեղ են ունենում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից, իրենք զուտ հորինված չեն հայ ժողովրդի կողմից, այլ դրանք կոնկրետ փաստերի վրա հիմնված մտահոգություններ են, որը հայ ժողովուրդը որպես այդպեսին ունի եւ սա հարկավոր է որպեսզի դա արձանագրվի միջազգային արտադրության դատարանի կողմից, ինչպես նաեւ այլ դատականացաններում։ Պետրոսյան, տեսեք, զուգահեռաբար Հայաստանում սահմանադրական process է ընթանում։ Իհարկե դեռ դա երկար ճանապարհ պետք է անցնի, այնուամենայնիվ այդ մասին խոսել է նաև արդարադատության նախարարը Հայաստանի Սրփոյի Գալյանը, իհարկե ասվել է, որ դեռ կոնցեպտը պատրաստ չէ, սակայն անկախության հռչակագրին հղումը կմնա թե չի մնա, նա ուղիղ պատասխան չի տվել։ Մինչդեռ հայտնի է այդտեղ հղումը անկախության հռչակագրի վրա է, իսկ անկախության հռչակագրում էլ կա հղում այն 89 թվականի դեռ սովետի ժամանակ սովետական Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այդ համատեղ որոշմանը, որը ի դեպ խորհրդային միության գերագույն խորհրդի կողմից չեղարկվեց, հա, այսինքն մենք տեսնում ենք հետևյալը, որ նման սա ոչ թե բուն պատճառն է, հա, այլ Ադրբեջանի համար ուղղակի այսպես պատրվակ է իր ցանկությունը չստորագրել պայմանագիր Հայաստանի հետ արդարացնելու համար եւ մեղքը հայկական կողմի վրա գցելու համար։ Համեցեք։ Զուտ ընդհանուր ամբողջ խոսակցությունը սահմանության վերաբերյալ, որքան մենք փորձենք բերել արտարացումներ, որ նախկին սահմանադրությունները որպես այդպեսին որոշակի իրավական խնդիրներով են ստեղծվել եւ առաջացել, կամ փորձենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա պետք է բանից պարլամենտական ռեժիմից անցնի նախագահական ռեժիմի եւ այլն, այս բոլոր խոսակցությունները կարծեմ, որ տեղի բարակայում կամ ընդհանրապես այդ արտարացումները բերել, թե սահմանությունը ինչ պետք է փոխվի, կարծում եմ մենք չպետք է այդքան այդ թեմայի վերաբերյալ խորանանք, որտեղ ակնհայտ է թե հիմնական պատճառը որն է, ինչի այս համանական փոփոխությունները տեղ ունենում։ Սահմանադրական դատարանը արդեն տարածել է որոշում, թե ինչպես է սահմանությունը գործում հռչակագրի վրա եւ ինչպեսի կապ կա երկու փաստաթղթերի միջեւ։ Սա ներքին համակարգի ընդհանուր իրավական սիստեմա է, որը ներքին համակարգը պետք է դա ապահովի եւ ոչ մի արտաքին ուժ իրավունք չունի ներգործի մեր ներքին համակարգի մեջ։ Գիտեք, այնպեսի տպավորություն ստեղծում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Գերմանիան բաժանվեց 4 մասի, օկուպացիոն գոտիների
գոտիների եւ ամեն մի օկուպացիոն գոտի ունի իր կառավարման համակարգը, հիմա այսպես է ստացվում, Ադրբեջանը փորձում է իր կառավարման համակարգը ներդնի հայկական սահմանության մեջ։ Դա ուղղակի աբսուրդ է եւ մենք չպետք է դրան այդպես հեշտ համաձայնենք առաջին հերթին, երկրորդը բնական է իրանք դա որպես պատրվակ են օգտագործելու ասելով որ ահա տեսեք դուք խաղաղության պայմանագիր որպես այդպեսին չեք ուզում ստորագրել, որտեղ ձեր սահմանադրությունը դեռևս ագրեսիայի պոտենցիալ ունի եւ ինչքան էլ գիտեք նույնիսկ հիմա կան պետություններ ովքեր որ դարեր շարունակ իրար հակամարտության մեջ են գտնվել եւ որոշակի սահմանական ներկայություններ կան իրար նկատմամբ դա չի նշանակում որ պետությունները դատարում են այսպես ասած դաշնակից լինել կամ դատարում են սկսում են իր բանն նպատակներ ունեն չգիտեմ այլ պետության վրա հարձակվելու կամ եւ այլն սա ես գտնում եմ որ սա Ադրբեջանի կողմից վար բանի հնարավոր միջոց է Հայաստանի վրա ազդելու եւ քաղաքականապես ազդելու, այլ ձևերով ազդելու եւ նաեւ արդարացնելու իր հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։ Ես նույնիսկ եթե սահմանությունը այսպես արագությամբ փոխվի, դա սահմանությունները արագությամբ չեն փոխվում։ Հապճեպությունը կարող է մեզ համար շատ վտանգավոր լինի, որտեղ մենք շատ անհասկանալի ժամանակաշրջաններում ենք ապրում, որտեղ որ ամբողջ աշխարհահամակարգն է ենթարկվում ֆունդամենտալ փոփոխությունների եւ մենք պետք է ինչ-որ չափով դրան ներկա մեր ռեսուրսներով ադապտացվենք եւ ընդհանուր մեր համակարգը հանկարծակի այսպես ամբողջությամբ փոխելու պարագայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ իրավական անվտանգության տեսանկյունից։ Դրա համար ես կարծում եմ, որ սահմանության փոփոխությունը որպես այդպեսին ներկայությամբ ընդհանրապես անհրաժեշտ չի, եթե որոշ ձևով կայանան հետագա բաները, ընդհանուր այս ամբողջ համակարգը, ընդհանուր այս մթնոլորտը կայանանա, ապա այդ դեպքում մենք միգուցե կարող ենք խոսել սահմանության փոփոխության մասին, բայց ներկայությամբ ես այնտեղ իրավական վտանգներ եմ տեսնում թե գոյության առումով, թե ընդհանուր այս մթնոլորտը, որ տեղի ունենում եւ միջազգային իրավունքի փոփոխությունը, որպես այդպեսին կարող է մեզ համար կործանարար լինել, այո։ Պարոն Պետրոսյան, նաեւ Հայաստանի ազգային ժողովի նախագահն էր նման առաջարկով հանդես եկավ, որ լավ, եթե մեր սահմանադրական դատարանի այդ փորձագիտական եզրակացությունն էլ հրապարակելուց հետո ձեզ մոտ էլի հարցեր են մնում եւ դուք մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջ եք տեսնում, ձեր սահմանադրության մեջ եւս բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են արդեն մեզ մոտ հարցեր առաջացնել եւ գաղափարն այն էր, որ Վենետիկյան հանձնաժողովին փորձաքննության ներկայացվեն երկու սահմանադրություններն էլ եւ այս հարցը ուղղակի մեջտեղից դուրս գա։ Նաեւ հնարավոր առաջարկ, այսպես հնարավորության մասին է, էլի փորձագիտական շրջանակներից կա, որ ԵԱՀԿ ժմիգին կարելի է նաև ներկայացնել այդ սահմանադրությունները, թող իրենք եզրակացություն տան, արդյոք այդտեղ որտեղ են տեսնում տարածքային պահանջ կամ չեն տեսնում տարածքային պահանջ։ Դուք որպես իրավաբան որքանով եք դա հնարավոր համարում եւ որքանով դա կարող է այս հարցովակի փակել բանակցային գործընթացում եւ դադարեցնել այս խոսակցությունները։ Համեցեք։ Տեսեք, հայկական կողմից բարբերաբար եղել են այսպիսի առաջարկներ դիմելու երրորդ օբյեկտիվ կողմի փորձակնություն իրականացնելու համար նույն բաների վերաբերյալ զինադատարի խախտման վերաբերյալ բաների պարագայում Ադրբեջանը բարբերաբար դրան դեմ է արտադրում։ Դրա դեմ արտադրելու հիմնական մոտիվացիան ըստ իս կայանում է նրանում, որ իրանք չեն ուզում երրորդ կողմի ներգրավվածություն, որտեղ ակնհայտ բարձ է դառնում, թե որ իրենց պատճառով է դա տեղի ունեցել, այսինքն առաջինը, այսպես ասած, հանցագործը չի ցանկանա, որպեսզի երկուստեք գնան դատարան։ Եվ այս բaragam ակնհայտ է, որ Ադրբեջանը նման ձգտում չունի երրորդ օբյեկտիվ կողմ ներգրավելու։ Վենետիկի հանձնաժողովը կամ ԵԱՀԿ-ի որևէ հանձնաժողով, եթե դրանով զբաղվի, կարծում եմ դա մեզ համար լավ առիթ կլինի համոզվելու
թե հիմա այսպես ասած այս վերջի շրջանակներում ով է ճիշտ, ով ճիշտ չի, բայց ձեր օրինակով ես նույնիսկ հիշեցի կա Ռումինիա եւ Հունգարիա, այսպես ասած, հակամարտություն Տրանսիլվանիայի վերաբերյալ։ Բայց դա չի նշանակում, որ Ռումինիան ու Հունգարիան հիմա իրար հետ պատերազմելու են։ Ես չգիտեմ իհարկե իրենց հիմա իրավական համակարգի ոնց է Տրանսիլվանիայի վերաբերյալ որևիցե բաներ անում, բայց հիմա երկու պետությունները ակնհայտորեն չեն պատրաստվում իրար նկատմամբ պատերազմել եւ մոտակա տասնամյակներում էլ դժվար է պատկերացնել, որ այդ պետությունները իրար հետ բախվեն ռազմական առումով եւ կարծում եմ, որ Ադրբեջանի այս բոլոր բերված արգումենտները ակնհայտորեն նպատակ չեն հետապնդում խաղաղության դարաշրջան ստեղծելու եւ այդ է պատճառը, որ երբ մենք խոսում ենք խաղաղության խաչմերուկի մասին եւ միակողմանի ենք դա նշում, ես նաեւ հասկանում եմ, որ միգուցե դա նաեւ արվում է միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք միակողմանի պատրաստ ենք խաղաղության, բայց մյուս կողմը պատրաստ չի խաղաղության, բայց հիմա ինչքանով է դա ճիշտ, եթե մենք նույն դատական գործընթացներում, նույն բաներում չենք կարողանում ապացուցել Ադրբեջանի մեղավորությունը կամ ոչ թե չենք կարողանում եք ակնհայտորեն ապացուցել իրենց մեղավորությունը, բայց չենք ուզում այդ գործընթացները մինչև վերջ հասցնել։ Այդ Վենետիկի հանձնաժողովը պետք է այդ նույն դատական միջազգային դատական պրիզմայի շրջանակներում նայել։ Մենք պետք է այդ երրորդ կողմի գործագիտական կարծիքները ներգրավենք, որպեսզի երրորդ կողմը կարողանա որոշի հիմա ինչքանով վտանգներ կան, թե վտանգներ չկան։ Նույնիսկ եթե վտանգները կան, մի բանը դա ենթադրենք Ադրբեջանի վախերը արդարացված են։ Մեկ օր Հայաստանը սահմանադրությունից ելնելով հարձակում է գործելու Ադրբեջանի վրա։ Դա այսինքն եթե պետությունը ուզենա նույնիսկ գործողությունների գնա, չեմ կարծում, որ սահմանադրությունը որպես այդպեսին այնպես մեծ արգելք կարող է լինել ինչ որ ավտորիտար պետությանը կոնկրետ գործողություններ անելու համար։ Հիմա եթե մենք հիմա սահմանությունը փոխեցինք, մեկ օր կարող է նոր իշխանությունը գա, սահմանությունը փոխի ու ասի Ադրբեջանը ամբողջովին Հայաստանի սահմանության յուրիսդիկցիայի տակ է գտնվում։ Հետո տրամաբանական է իհարկե։ Պարոն Պետրոսյան, անդրադառնանք Բաքվում պահվող այդ պատանդներին ու այդ ցուցադրական այդ ֆարսին, մենք տեսնում ենք, որ որքան էլ որ այդ համաձայնեցված պայմանագրի տեքստի կետերից մեկի, որի շուրջ բարդություն կար եւ հիմա այն լուծվել է առերևույթ լուծվել է, հա, որ հայցերից փոխադարձաբար հրաժարվում են, բայց մենք տեսնում ենք այդպիսի տպավորություն է, որ Բաքուն այդ պատանդներին պահում է եւ այս դեմոնստրացիայով փորձում է, այսպես ասենք, դատական кейս հավաքել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ձեր եզրակացությունը ո՞րն է, այսպես ասենք, ինչ մարտավարություն եւ ռազմավարություն դուք խորհուրդ կտայիք, որ Հայաստանն ընդուներ այս ընթացքը կասեցնելու համար։ Ճիշտ է սկսել, որ ընթացքը կասեցնելու համար։ Այս դատական, հա, էլ է դատական ֆարսը, որ մենք Բաքվում տեսնում ենք։ Մի կողմից մենք պայմանավորվում ենք, որ հայցերը հանում ենք, բայց մյուս կողմից էլ Բաքուն դատական кейս է հավաքում ընդդեմ Հայաստանի Հանրապետության այդ պատանդներին շարունակելով իր մոտ պահել եւ այսպես դեմոնստրացիաներ կազմակերպելով։ Համեցեք։ Ինչպես նախորդիվ ասացի, այս բոլոր գործընթացներն ուղղված են Հայաստանի դեմ։ Դուք ճիշտ նշեցիք, որ սա Հայաստանի դեմ ինչ-որ շապով кейս է, եւ այստեղ մենակ Հայաստանի ղեկավարությունը, Արցախի ղեկավարությունը որպես այդպեսին չի ենթարկվում դատավարության, այլ ենթարկվում ամբողջ հայ ժողովուրդը, ցանկացած անձ որ այնտեղ նստած է, ինքը ներկայացնում է մեզ բոլորիս։ Եվ այդ ամբողջ այդ մեղադրանքները, որոնք ի սկզբանե դուրս են իրավական պատկերացումներից, բազապես նպատակ են հետապնդելու, սրեցնելու այդ թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ այստեղ ինչպես այդ լուծումը այդտեղ կարող է ինչպես է լուծումը այստեղ կարող է գտնվել, իրավական մեխանիզմները ցավոք սրտի շատ սահմանափակ են, զուտ մենակ մարդու իրավունքների տեսանկյունից, այն էլ ոչ մոտ ապագայում, որ արձանագրվեն թե ինչպեսի մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունեցել, այստեղ զուտ միակ աշխատանքը պետք է տանել
քաղաքականության վրա եւ այստեղ կառավարությունը մասնավորապես պատասխանատու բանակցության ընթացքում այս հարցը բարձրաձայնել եւ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ այդ դատավարությունների վերաբերյալ։ Եվ բայց ինչպես տեսնում ենք ակնհայտորեն Ադրբեջանը որից է դրա մեջ շահագրգռված չի այստեղ զիջման գնալու երրորդ պետությունների ներգրավվածությունը որպես այդպես ես նույնպես անհնարին եմ տեսնում որովհետեւ չեմ կարծում որ շատ պետություններ ընդհանրապես պատկերացում ունեն թե ինչպեսի դատավարություններ են տեղի ունենում Ադրբեջանում իրենց բանը լրատվությունը բացարձակ չի անդրադառնում որոշ մարդու կազմակերպությունները անդրադարձել են բայց դուք մենակ մեկ օրվա կտրվածքով եւ դրանք որովհետեւ հաջորդիվ հետևանքները իրենց մեջ չեն պարունակում եւ սա արդեն մեկ տարուց ավել է որ այս դատավարությունները գնում են ու առանց միջազգային լրատվական մոնիտորինգի թե ինչ պետք է անել ինչպես նշեցի միակ բանը այստեղ տեսնում եմ որ այստեղ պատասխանատվությունը եւ կարողությունը տրված է զուտ մենակ կառավարությանը բանակցության ընթացքում այս հարցը այնպես ճիշտ մանևրել եւ ճիշտ դիվանագիտություն օգտագործել, որի պարագայում հնարավոր կլինի որոշակի հաջողության կամ որոշակի զիջման Ադրբեջանի կողմից գնալ, որովհետեւ ես նշեցի, թե միջազգային քաղաքականությունը, թե միջազգային իրավական մեխանիզմները այստեղ ցավոք սրտի սահմանափակ են։ Մենք ունենք օրինակ Պակիստան, Բանգլադեշ պատմությունից մի օրինակ ունենք, որը ինչ որ չափով նմանություն ունի, Բանգլադեշի իշխանությունները ձերբակալել էին պակիստանցի ղեկավարներին, ժամանակ երբ Բանգլադեշը համարվում էր արևելյան Պակիստան, իրենց անկախության ժամանակաշրջանում իրենք անկախություն ձեռք բերեցին, այդ ժամանակ ձերբակալեցին մեծ քանակությամբ ղեկավարները եւ իրենց նկատմամբ տարբեր մեղադրանքներ ներկայացրեցին, բայց այդ դատավարությունները երբևիցե ավարտ չունեցան, որտեղ Պակիստանը կարողացավ իր քաղաքականությունը եւ դիվանագիտությունը այնպես ճիշտ օգտագործել, որ հետ ստանա իր բոլոր ղեկավարներին եւ որովհետեւ մեղադրանք է դատաված չէր, այդ անձանց վրա չընկնի։ Պարոն Պետրոսյան, տեսեք դուք որոշ առումով այդ հարցն էլ շոշափեցիք, հիմա Հայաստանում է գտնվում մի քանի տասնյակ հազար բռնագաղթեցված արցախահայեր այստեղ բազմաթիվ թյուրընկալումներ կան նրանց հետագա ճակատագրի հետ կապված նրանք մի կողմից հրաժարվում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, բայց մյուս կողմից պահանջում են որպեսզի Հայաստանն իրենց շարունակի նպաստներ վճարել մինչդեռ ինտեգրման ծրագրերի համար նախ քաղաքացիություն ստանալը պետք է այդ ամենին մասնակցելու համար մյուս կողմից էլ կառավարությունը մինչև վերջ պատկերացում չունի թե ինչպես պետք է արվի միջազգային դոնորներին դիմելու ինչպիսի խողովակներ այս խառը ժամանակներում կարելի է աշխատացնել այդ խնդիրը լուծելու համար որովհետև տարբեր հաշվարկներով 2-ից 4 միլիարդ դոլար է անհրաժեշտ այդ բոլորի հարցերը, այսպես ասենք, ամբողջական փաթեթով լուծելու համար։ Դա մի կողմից։ Մյուս կողմից իհարկե նրանց վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոնց որ միշտ սովոր է ցանկացած հարց հայելայնացնել, հա, այսպես ասենք։ Հա, դուք խոսեք Ղարաբաղի մասին, մենք խոսենք Արևմտյան Ադրբեջանի մասին։ Դուք խոսեք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, շատ լավ է դեպքում էլ մենք խոսենք Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Ու այս խոսակցությունը վերջ չունի։ Մինչդեռ մենք այստեղ հստակ դեպքերի ընթացք ենք տեսել 2023 թվականին եւ այս ամենը ունի բոլոր պարամետրերը կոչվելու էթնիկ զտում եւ այս ամենը շնորհիվ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման ընդդատյա է նաեւ Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ինչ է կարծում Մանավանդ այնտեղ էլ հայցերն էլ ընդունվում են այդ թվում անհատական կարգով, պարտադիր չի որ պետությունը դա անի, հա?
դա կարող է լինել առանձին ոչ կառավարական կազմակերպություն, արտասահմանյան այլ կազմակերպություն, ի վերջո այո մենք փաստացի ունենք 100,000 եւ ավելի շատ կոնկրետ անհատապես տուժածներ իրենց պատմություններով, իրենց ունեցվածքը թողնելով եւ փաստերը ներկայացնելու այսպես համապատասխան պաշարով, հա։ Ինչ եք կարծում դուք ու ընդ որում սա երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են փոխադարձաբար այդ միջպետական հայցերը հետ վերցնել միջազգային դատական ատյաններից, ապա Հայաստանի կառավարությունը իշխանություն չունի անհատի վրա, որ ասի չէ դու դատարան մի դիմի, եթե դու տուժած ես, հա։ Ձեր մեկնաբանություն։ Շատ հետաքրքիր, շատ մի քանի կարևոր բաներ ասացիք, կարգավիճակի վերաբերյալ, երկրորդը հայցերը հետ վերցնել վերաբերյալ, երրորդը ՄԿԴ-ի վերաբերյալ։ Ես եթե սկսեմ կարգավիճակի հարցից, որտեղ կարգավիճակը այստեղ մեծ նշանակություն ունի։ Տեսեք, երբ որ անձը ստանում է քաղաքացիություն, ինքը որպես այդպեսին կորցնում է վերադառնալու իրավունքը։ Կա իհարկե միջազգային փաստականների իրավունքի շրջանակներում հայրենիքի իրավունքը, բայց քաղաքացիությունը ստանալով կամ որևէ այլ պետության քաղաքացիություն ստանալով անձը որպես այդպեսին հրաժարվում է իր իրավաբանորեն հրաժարվում է իր հայրենիքից։ Մենք ունենք վիճակ, երբ անձը բռնի ձևով գաղթելա իր բնորանից, ոչ իր ցանկությամբ։ Նույն Ադրբեջանը, երբ որ ուներ ոչ թե միջազգային փաստականների կարգավիճակով անձանց, այլ ներքին տեղահանվածների անձանց կարգավիճակ, նույնիսկ այդ պարագայում իրենց իրավական համակարգը հետաքրքիր նյուանս էր այդտեղ նախատեսել, թե ոնց կարող են այդ անձինք հետագայում ստանան վերադառնալու իրավունքի կարգավիճակը, իրանք նույն բաներ էին կառուցել, հենց Բաքվի շրջանում մեծ քանակությամբ այսպես ասած փոքրիկ քաղաքներ էին կառուցել, այո, որտեղ որ անձինք գրանցվում էին, բայց քանի որ երբ այդ անձը այդ գրանցումից, այդտեղի գրանցումից դուրս էր գալի եւ գնում էր ապրում էր, չգիտեմ, այլ քաղաքում, ապա իրենց այդ իրավական համակարգը չէր արդեն թույլ տալիս անձին ունենալու այդ վերադարձի իրավունքը։ Տեսեք, նույնիսկ բանում ու դա իրավական մեխանիզմ է, որով կարելի է արդեն հասկանալ, թե ով իրավունք ունի վերադառնալու, ով իրավունք չունի վերադառնալու։ Եվ ավելին ասեմ ավելին, որ նույնիսկ այդ սերունդները ունեն այդ անձանց սերունդները, ովքեր բռնագաղթվել են, իրանք միջազգային իրավունքով շարունակում են ունենալ այդ վերադարձի իրավունքը։ Շատ դեպքերում Ադրբեջանը նույնիսկ երբ որ ասում էր 300,000 մարդ տեղահանվել, բայց հետո դարձավ այդ թիվը 800,000, ինչու, որովհետև իրանք նաև հաշվի էին առնում, որ այդ նոր սերունդը, որը ձևավորվել էր, այդ նոր սերունդը նույնպես ունի վերադարձի իրավունքը։ Նույն ձևով մեր պարագայում, երբ մենք կարողանանք դատական ատյաններում ներկայացնել, որ այս դրվագը, այս գործողությունը, որ տեղի է ունեցել, դա բռնի տեղահանություն է եղել, բռնագաղթ է եղել, այդ պարագայում անձինք շարունակել են ունենալ իրենց կարգավիճակը, բայց եթե անհատական մակարդակի վրա նայեն, այն անձինք, ովքեր ընդունեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ապա իրենց վերադարձի վերաբերյալ իրենց միջազգային իրավունքով իրենց ձեռնված տրամադրված վերադարձի իրավունքը սահմանափակվելու է անհատական մակարդակի վերաբերյալ, բայց կոլեկտիվի անստով դա շարունակելու է մնալ։ Դրա համար այստեղ հայկական կողմից հարկավոր է որպեսզի շատ յուրահատուկ օրենսդրություն մշակվի, որով իրենք արցախահայերը իրենց լիարժեք Հայաստանի Հանրապետության անդամ կզգան եւ կլինեն լիարժեք հասարակության անդամ իրավական տեսանկյունից։
Մյուս կողմից չեն կորցնի իրենց այդ վերադարձի իրավունքը։ Այստեղ պետք է շատ նուրբ ձևով այդ կարգավիճակը բանել, ձևավորել։ Ետ ինչ վերաբերում է հայցերից հետ վերցնելուն, միջազգային բանով հայկական կողմից, եթե մենք միջազգային հայցերը հետ կանչեցին, նշանակում է մենք ասում ենք, որ Ադրբեջանում հայեցածություն որպես այդպեսին չկա։ Հայաստանի Հանրապետությունն է ասում։ Սա շատ խնդրահարույց է, որովհետև եթե չարձանագրվի, որ բռնագաղթ է տեղի ունեցել, ապա վերադարձ իրավունքը նույնպես հարցականի տակ կանգնում, որտեղ Ադրբեջանը ասում է բռնագաղթ տեղի չունեցել, սա զուտ միգրացիա է։ Բռնագաղթի ու միգրացիայի միջև հսկայական տարբերություն կա։ Միգրացիան ինքնակամ է, բռնագաղթը ինքնակամ չի։ Հիմա եթե մենք խոսենք քրեական բանով, քրեական պրիզմայի շրջանակներում, որովհետև բռնագաղթը ինքը ոչ միայն պետական պատասխանատվություն է իրանից ներկայացնում, այլ նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում կոնկրետ անձանց համար, ովքեր որ բռնագաղթը կազմակերպել են։ Հայաստանի դերակատարությունը այո, միջազգային քրեական դատարանում պարտադիր չի, բայց ցանկալի է, որովհետև որքան էլ անհատները ներկայացնեն դիմումներ հանցագործության մասին հաղորդումներն են, դա չի պարտադրելու միջազգային քրեական դատարանին սկսել հետաքննություններ Արցախահայերի շրջանակներում, դժողների վերաբերյալ։ Դե հարկավոր է որպեսզի դատախազը կարողանա ինքը իր կամքով այդ հետաքննությունը սկսի, որը մի փոքր ներկայությամբ անհավանական եմ տեսնում, եւ այստեղ հարկավոր է որ պետությունը պահանջի միջազգային քրեական դատարանից, որ հիմնվելով այդ ուժողների վկայությունների վրա, ուժողների պատմությունների վրա եւ այլն, դատարանը սկսի այդ հետաքննությունը, դատախազը սկսի այդ հետաքննությունը։ Մենք այդ երկու ճանապարհ ունենք, կամ օգտվել դատախազից, կամ պետությունից, կամ Հայաստանի Հանրապետությունից, կամ այլ երրորդ պետությունից։ Դրա համար այստեղ հարկավոր է որպեսզի Սփյուռքը տարբեր երկրներում ունենալով իր դիվանագիտական կապերը, իր ազդեցությունը կոնկրետ պետության քաղաքականության վրա կարողանա ազդել այդ պետության կառավարության վրա, պահանջելով, որ դիմում ներկայացի միջազգային քրեական դատարան դժողների վերաբերյալ եւ պատասխանատուների վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ մասին։ Սա է ընդհանուր ճանապարհը։ Այսինքն, եթե փորձեմ, այսպես ասած, մի փոքրիկ նախադասությամբ ասել, մեզ հարկավոր է շատ հստակ իրավաբանորեն սահմանել Արցախահայերի կարգավիճակը, որոնք իրենք իրավական տեսանկյունից հասարակության լիարժեք անդամ կզգան։ Երկրորդ բանը հայցերից բնական է ես որևիցե ձևով կողմ չեմ, որ հայկական կողմը հայցերից միջազգային հրաժարվի, եւ երրորդ պարագայում այստեղ հարկավոր է որպեսզի այդ անհատական դիմումները միջազգային քրեական դատարան շարունակեն ներկայացվել եւ թե Սփյուռքի թե կառավարության կողմից իմպուլսներ տրվեն այլ երրորդ պետություններին, որպեսզի դիմումը գնա միջազգային քրեական դատարան, որտեղ ինչպես բազմիցս նշել եմ, միջազգային քրեական դատարանի դատավարությունները պետությունների վերաբերյալ չեն, դրանք դժողների համար են եւ մենք չենք կարող հանդուրժել, որ տեղի ունեցել միջազգային հանցագործություն, որը էթնիկ զտում չի։ Իրավաբանորեն դա նշանակում է մարդկության դեմ հանցագործություն, որովհետև էթնիկ զտումը ինքը քաղաքական տերմինոլոգիա է։ Իսկ իրավական տեսանկյունից մարդկության դեմ հանցագործությունը քաղաքական պարագայում որովհետև հետևանք չի առաջանում, եթե մենք նշում ենք էթնիկ զտում, բայց եթե ասում ենք մարդկության դեմ հանցագործություն, ապա դա իր մեջ պարունակում է թե իրավական, թե քաղաքական հետևանքներ։ Եվ այդ մարդկության դեմ հանցագործություններն էլ ուղիղ կերպով ընդդատյա են Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից, այդպես չէ։ Եվ ամփոփելով, պարոն Պետրոսյան, իսկ մենք տեսնում ենք, որ այսպես ասենք, միջազգային հարաբերությունները ներկայումս այնպիսի փուլում են, որ այդ միջազգային դատական ատյանների ձայնը կարծեք թե խլացվել է քաղաքական կոնյունկտուրայի բերումով, հա, այդպես ասենք։ Ինչ եք կարծում, դա որքանով կազդի միջազգային արդարադատության ընդհանրապես այդ առողջության վրա, հա, մենք տեսնում ենք, որովհետև միտումներն էլ այնպիսին են, որ կարծեք թե սրան վերջ չկա, չի երևում։ Համեցեք։
Այո, ինչպես սկզբում նշեցի, շատ ծանր ժամանակներում ենք մենք ապրում։ Ընդհանուր միջազգային համակարգը մակից սկսած տարբեր միջազգային կառույցներով, նույն միջազգային քրեական դատարանով ենթարկվում է ֆունդամենտալ փոփոխությունների։ Ընդամենը 2 օր առաջ Հունգարիան դուրս է եկել միջազգային քրեական դատարան։ Եվ սա ուղղակի հետ քայլ է բոլոր այն միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների վերաբերող ստանդարտներից, որոնք ստեղծվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվ թե սա ինչպեսի ավարտ ունենա, ես հույս ունեմ, որ միջազգային իրավունքը, որտեղ միջազգային իրավունքը որքան էլ դու հարցակում անես, առաջի անգամ չէ, որ միջազգային իրավունքը այսպեսի կրիզիսի մեջ է, բայց չի նշանակում, որ միջազգային իրավունքը անտեսելով դա դադարում է գոյություն ունենալ, սա շարունակում է գոյություն ունենալ, եւ միայն այն քաղաքական բաների դասավորվածության բարագայում, երբ որ ինչ-որ չափով վերականգնվի այս ամբողջ իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, ապա այն հետադարձ հայացք կլինի նույնպես այդ իրավունքի վրա եւ կսահմանվեն այն պատասխանատվությունները, որոնք իրականում տեղի են ունենում։ Եթե նույնիսկ բանի տեսանկյունից ասենք, եթե ռազմական վիճակում կամ չգիտեմ ինչ որ մի տարօրինակ պայմաններում քաղաքացիական օրենսգիրքը որպես այդպեսին անտեսվում է կամ այնտեղ նախատեսված պայմանները անտեսվում են, որովհետև պետությունը չունի որևէ վերահսկողություն այդ իրավահարաբերությունների վրա ներկայությամբ կամ ասենք այնպես իրավիճակը, երբ որ քրեական օրենսգիր կամ պետությունը ի վիճակի չէ վերահսկելու երկրի բանը, ներքին անդորրությունը, նշենք մասսական սպանություններ են տեղ ունենում կամ չգիտեմ գողություն է տեղ ունենում եւ հափշտակություն եւ այլն, դա չի նշանակում, որ այդ անձինք չեն ենթարկվելու քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն, երբ որ այդ ամբողջ այդ համակարգը նորից վերականգնվի, որտեղ օրենքը գործում է, ինքը շարունակում է տեսության մեջ, տեսականորեն ինքը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ զուտ մենակ պետության իր ուժերը հավաքելու պարագայում այդ օրենքի նկատմամբ պատասխանատվությունը հնարավոր կլինի իմպլեմենտացնել։ Շատ շնորհակալ եմ։ Նույնը վերաբերում է Շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեզ շատ կարևոր նկատառումները եւ եզրահանգումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Բարին եմ ձեզ։ Ձեզ նույնպես։ Մենք լսեցինք մեր գործընկերոջը գերմանական Նյուրնբերգից Գուրգեն Պետրոսյանին, ով գլխավորում է հայ-գերմանական իրավաբանների միությունը, իր դիտարկումները կապված Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական որոշ հարցերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։